Չնայած տարաձայնություններին Իրանի բանակցային խումբը ժամեր կամ գուցե րոպեներ առաջ ժամանել է Շվեյցարիա ամերիկյան կողմի հետ բանակցությունների համար։ Այդ մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը։ Ու չնայած Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ավելի վաղ հայտնել էր, որ չի գնալու բանակցություններին, Թրամփը իր բանագնացներ Ուիտկոֆին եւ Քուշներին այդուհանդերձ ուղարկել է Շվեյցարիա։ Թե ովքեր են իրանական կողմի բանագնացները, Թեհրանը չի հայտնում։ Թեման կքննարկենք Հայլուրի վերլուծաբան իրանագետ քրդագետ Սաթենիկ Թարվերդյանի հետ։ Սաթենիկ, բարի երեկո։ Բարի երեկո, Թերեզա։ Թվում էր, թե հակամարտությունը դուրս է եկել փակուղուց եւ կարգավորման գործում առաջխաղացում կա։ Ինչ պատահեց, ինչու նախ հայտարարեցին հանդիպման անժամկետ հետաձգման մասին, իսկ այսօր առանց նախապես հայտարարելու տեղեկացնում են, որ այդուհանդերձ տեղի է ունենում այդ հանդիպումը։ Թերեզա, այսօր Պակիստանի ներքին գործերի նախարար Մոսին Նաղվին էր Թեհրանում, ով իրանցի պաշտոնյաների հետ քննարկում էր Իրան-ԱՄՆ բանակցային գործընթացը։ Հավանաբար նրան հաջողվել է համոզել իրանցի բանագնացներին մեկնել Շվեյցարիա։ Ըստ Ալ Արաբիայի նա իրանցիներին է փոխանցել Լիբանանի վերաբերյալ որոշ ուղերձներ։ Սաթենիկ, ինչու Թրամփն ու Փեզեշքյանը հերավար ստորագրեցին հուշագիրը, մինչդեռ նախատեսված էր, որ այդ ստորագրությունը պետք է տեղի ունենա Շվեյցարիայում։ Եկեք փաստենք, որ կա դրական դինամիկա Իրան-ԱՄՆ հակամարտության կարգավորման գործընթացում։ Իսկ թե ինչու ստորագրեցին փոխըմբռնման հուշագիրը հերավար, կարծում եմ իրանցիների համար անթույլատրելի է Թրամփի հետ նստել մեկ սենյակում, մեկ սեղանի շուրջ, ում գործողությունների հետևանքով զոհվեց Իրանի հոգևոր առաջնորդը։ Սա կարծում եմ սկզբունքային հարց է Թեհրանի համար։ Բացի դա, եթե հերավար հնարավոր էր ստորագրել հուշագիրը, այսինքն հուշագրի ստորագրումը հերավար հնարավոր էր նախագահների մակարդակով, Փեզեշքյանի եւ Թրամփի, եւ նրանց միջև հուշագրի ներողություն ստորագրումը ել ավելի լրջացրեց հետագա բանակցային գործընթացը։ Կարևոր է նկատել, որ հուշագիրը ստորագրվեց առանց նախնական հայտարարման։ Եվ այո, գաղտնիության սկզբունքը պահեցին կողմերը։ Ես կարծում եմ գաղտնիության պատճառը Իսրայելն էր։ Նեթանյահուն հայտնի է, որ փորձում է ամեն կերպ կանխել Իրան-ԱՄՆ հակամարտության կարգավորման գործընթացում համաձայնագրի կնքումը։ Սաթենիկ, այսինքն ստացվում է, որ Շվեյցարիան նախատեսված հանդիպման տեղափոխումը կապ ունի Հեզբոլլահ-Իսրայել հակամարտության հետ։ Թերեզա, իրանական լրատվամիջոցները հայտնել էին, որ իրանցի բանագնացները հրաժարվել են մեկնել Շվեյցարիա Լիբանանի հարավում իրանական հարվածների հետևանքով։ Լիբանանի հարավում ներողություն Իսրայելի հարձակման հետևանքով։ Լիբանանը Իրանի համար մի պատնեշ է, որի արժեքն Իրանում շատ բարձր են գնահատում։ Եթե Լիբանանը չլինի, Իսրայելի ամբողջ հարվածը կուղղվի Իրանի դեմ, եւ սա Իրանում շատ լավ հասկանում են։ Այդ պատճառով Իրանը չի բանակցում առանց Լիբանանում հրադադարի եւ իր շահերից առանձին կարծես չի դիտարկում։ Սա շատ լավ հասկանում են նաեւ Վաշինգտոնում եւ կարծում եմ պատահական չէ, որ զուգահեռաբար Վաշինգտոնում ընթանում էին Իսրայել-Լիբանան բանակցությունները։ Սաթենիկ, փաստորեն Լիբանանի վրա հարձակման պատասխանը Թեհրանը այսօր տվեց, ըստ էության, փակելով Հորմուզի նեղուցը։ Ինչ իրավիճակ է Հորմուզի նեղուցում այս պահին։ Հորմուզի նեղուցը փակելով բանակցությունների մեկնարկին Իրանը փափուկ ուժ է կիրառում Միացյալ Նահանգների նկատմամբ։ Կարելի ասել, սա է պատասխանը Լիբանանում Իսրայելի հարվածներին։ Այսինքն դիվիդենդ է շահում այս պահին Շվեյցարիայում ընթացող բանակցություններում։ Այո, ճիշտ ես նկատել, Թերեզա։ Շնորհակալ եմ, Սաթենիկ։ Հարգելի հեռուստադիտողներ, իրանական թեման քննարկեցինք Հայլուրի վերլուծաբան իրանագետ քրդագետ Սաթենիկ Թարվերդյանի հետ։